Մայիսի 29-ին հրազենային վնասվածքով Դիլիջան բուժկենտրոն էր բուժօգնության տեղափոխվել անհայտ մի քաղաքացի։ Ահազանգը ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվեց ժամը 21:30-ին։ Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։ Սակայն տուժողը կատարվածի վերաբերյալ ինչ-որ տարօրինակ պատմություն էր անում, խուսափելով իրականությունը ներկայացնելուց։ Տեղում պարզվեց միայն, որ բուժօգնության դիմացը Երևանի բնակիչ է, 1973 թվականին ծնված Սոս Բաղդասարյանը։ Շուտով ճշտվեցին նաև հիվանդանոցում հայտնվելու հանգամանքները, ըստ նախնական տեղեկությունների վիճաբանություն էր եղել Դիլիջանի խորհուրդների փողոցում։ Ահազանգից ընդամենը կես ժամ առաջ ապագա տուժողը վեճի էր բռնվել նույն քաղաքի մի բնակչի հետ, որն էլ հրազենով կրակել էր ոտքին։ Ոստիկանները շտապեցին դեպքի վայր, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ։ Արդյունքում պարզվեց, որ կասկածյալը 1962 թվականին ծնված Արամ Խաչատրյանն է, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 2-ին մեղայականով ներկայացավ ոստիկանության Դիլիջանի բաժին, խոստովանեց կատարվածը եւ ներկայացրեց հանցագործության գործիք որսորդական հրացանը։ Իրավապահներն արագ իմի բերեցին փաստերն ու տեղեկությունները, լսեցին կասկածյալին ու վկաներին։ Պատկերն ամբողջացավ ու հստակվեց։ Տուժողը հիշալորը խորհուրդների փողոցի վերջնամասում գտնվող անտառից ապօրինաբար սոճու ծառեր հատելիս էր եղել, ինչը չէր վրիպել մոտակայքում ապրող քաղաքացու աչքից։ Երկու օր անդադ լսում էի Փենզասղոցի աշխատանքի ձայնը, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ կարող է նման ոճրագործություն կատարվել անտառի հանդեպ։ Եվ ստուգելու համար թե ինչ է կատարվում այնտեղ, ես բարձրացել եմ անտառ եւ հանդիպել եմ մեծ ոճրագործության, կարելի ասել գենոցիդ սոճիների նկատմամբ։ Ես զանգահարել եմ իմ ընկերոջը Արամին, հարցնելով թե արդյոք ինքը տեղյակ է թե ինչ է կատարվում այդ տարածքում, եւ նա ասեց սպասի գանք գնայինք ինչ է կատարվել այդտեղ։ Ըստ վկայի, Խաչատրյանը տեղեկանալով կատարվածի մասին անհապաղ իր ավտոմեքենայով հասել էր խորհուրդների փողոց, հետը բերելով նաև ապօրինի պահվող որսորդական հրացանը։ Անտառում պատկերն իսկապես ծառերի կոտորած էր հիշեցնում, ամենուր կտրված ու ջարդված սոճիներ էին։ Բնությանը հասցված վնասը մեծ էր, պետությանը հասցված վնասը ըստ նախնական հաշվարկի մի քանի միլիոն դրամի էր հասնում։ Զայրացած Խաչատրյանը տեղ հասնելուն պես վիճաբանության մեջ էր մտել ծառահատման կազմակերպիչի հետ։ Արամը դե զայրացավ սարսափելի ձևով կարելի ասել։ Ուղղակի այդ քաշքշոցի մեջ պատահաբար կրակոց արձակվեց, որի հետևանքով վիրավորվեց այդ ոճրագործություն կատարողը, կազմակերպիչը ավելի ճիշտ։ Կրակված գնդակը դիպել էր տուժողի ոտքին, հասցնելով մարմնական վնասվածք։ Ըստ կասկածյալի, տեղի ունեցածից անակնկալի գալով եւ տեսնելով վիրավորի ծանր վիճակը, նրան նստեցրել էր իր մեքենան եւ տեղափոխել հիվանդանոց։ Հանցագործության գործիք որսորդական հրացանն արգրավվել է, նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ։ Փաստի արդի ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի եւ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Արամ Խաչատրյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։